Իսկ դու գիտեք, եթե վերցնենք 5 ձու, առանձնացնենք դեղնուցն ու սպիտակուցը, սկսենք հարել սպիտակուցը։ Ես հարիչս ձեռք եմ բերել Բեկո Աբովյան խանութից։ Հարիչը հենց Բեկո ապրանքանիշից է։ Ես ֆուդ բլոգեր եմ, ինձ համար շատ կարևոր է ունենալ որակյալ եւ հարմար հարիչ։ Քիչ-քիչ ավելացնենք շաքարավազը, դեղնուցը, պիստակի սոուս, մեղր, թանուր զանգվածին ավելացնենք ալյուր, օսլա, վանիլին միքս։ Լցնում ենք ջեռոցի տարայի մեջ եւ տեղափոխում ջեռոց։ Կրեմի համար հարում ենք սերուցք։ Ունի վակուում, ինչի շնորհիվ չի շարժվում։ Ձեռք եմ բերել եւ հարի, եւ թեյնիկ, եւ արտուկ մեկը մյուսից լավն է։ Իդեպ թեյնիկը նորամուծություն է եւ ջուրը կարող ենք լցնել այստեղից։ Ավելացնենք լիքը պիստակի կրեմ։ Այս ընթացքում պատրաստվեց մեր բիսկվիտ։ Բաժանենք 3 շերտերի, ավելացնում ենք պիստակ։ Զարդարում ենք մեր նախընտրած տարբերակով եւ ստանում ենք շատ համեր գեղեցիկ պիստակով տորտ։ Ամբողջ տնով մեկ պիստակի բույրն է տարածվել։ Վաու, 10-ից 10։ Եվ չմոռանաք կիսվել ընկերների հետ, հետևել իմ եւ Բեկո Աբովյանի էջերին։